Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Անկարան հայ-ադրբեջանական խաղաղության սպիդոմետրով էր չափում, եւ ահա Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարում է Հայաստանն ու Ադրբեջանը առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հետեւապես դեպի Երևան ընդառաջ քայլ կանեն։ Իշալլահ ասել է թե Աստծո կամոք, ընդգծում է Թուրքիայի նախագահը։ Ադրբեջանի հետ մեր երկխոսության մեջ մենք նաև հետապնդում ենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը։ Եկող տարվա սկզբից սկսած մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք։ Ինչ ասել է խորհրդանշական քայլ, ինչ է ասում Էրդողանը։ Մասնագետների համոզմամբ թուրքական սիմվոլիկան այս հարցում կարող է լինել օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, բայց ոչ թե նույն երկու պետությունների, այլ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Մի բան, ինչի շուրջ վաղուց պայմանավորվածություն են ձեռք բերել բանագնացներ Ռուբինյանն ու Քլեչը, եւ չնայած Երևանի առերևույթ պատրաստակամությանը գործընթացը փակուղի գնաց հենց Անկարայի ուղղորդմամբ։ Գնաց ու տևական ժամանակ ուղեփակոցներից այն կողմ մնաց։ Դա պայմանավորվել էին 2022 թվականին դեռ, բայց ինչպես տեսնում ենք, ձգվեց եւ Թուրքիան անգամ այդ փոքր քայլը, որը մեծ հաշվով հայ-թուրքական սահմանի բացում չի նշանակում, իր ձեռքում ոնց որ շարունակում էր օգտագործել որպես ինչ-որ մի լծակ, միջոց եւ այս պահին դա որպես խորհրդանշական քայլ կներկայացվի նրանց կողմից։ Հայ-ադրբեջանական խաղաղության որ առաջընթացն է ծագել թուրքական աչքը, առանցքային փաստ Ալիևի կաբինետը գիշեր ու ցերեկ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան է թմբկահարում, նկատի առնելով ինքնիշխան Հայաստանը։ Օրերս Փաշինյանն առաջարկեց գործընթացներից մեկ ընդմիշտ հանել ինչպես արցախցիների միջազգայինորեն ճանաչված վերադարձի իրավունքը, այնպես էլ հնարովի արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված փախստականների հարցը։ Բաքվից արձագանք դեռ չկա, այնպես կարծես թե չեն էլ լսել, ինչ է ասում պաշտոնական Երևանը։ Սառել է ջերմացումը, քաղաքագետի պնդմամբ նախ կարևոր է հասկանալ, թե իրականում ինչ է թաքնված Էրդողանի տեքստերի ստվերում, ինչ եւ ինչու հիմա։ Խնդիրն այն է, որ ոչ թե գործընթացն է մոտ, այլ քաղաքական հայտարարությունների համար շահավետ շրջան է այսպես կոչված։ Թուրքիան ներկայումս փորձում է դիրքավորվել հարավային Կովկասում նոր դիրքերից, իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային կայունության խաղաղարար այսպես կոչված, ու սա իրեն անհրաժեշտ է թե արևմուտքի հետ հարաբերություններում, թե մեր տարածաշրջանում իր ազդեցությունը լեգիտիմացնելու համար։ Հնդհացս իդեպ հետաքրքրական զուգադիպությամբ հեղինակավոր The Economist պարբերականը գրում է, թե եկող տարի 2026-ին ամենայն հավանականությամբ կթեժանան 7 հակամարտություններ, այդ թվում հայ-ադրբեջանականը։ Անընդհատ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի գլխավոր նախադրյալը այնուամենայնիվ մնում է իմ կարծիքով իր ռազմական շատ ուժեղ այս բալանսի փոփոխությունը, որ ինքը շարունակում է իր անվտանգային զինանոցի ուժեղացումը։ Իրենց կողմից ուժի լեզու շարունակում է աշխատել այնուամենայնիվ, ուժի դիրքերից են բանակցում, ուժի դիրքերից են խոսում։ Եվ ուրեմն դարձյալ հարցը հայ-ադրբեջանական խաղաղության այդ որ առաջընթացն է ծագել թուրքական աչքը։ Խաղաղության հարաբերությունների կարգավորման շրջանակում Թուրքիայի նպատակները անկեղծ են։ Ես կարծում եմ ոչ։ Թրիփը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո եւ հավասարության փոխադարձության սկզբունքով եւ ոչ Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների ճեպազորություն ասել է Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով լուրերին, թե Իրանից անհանգիստ հայտարարություններ են հնչում Թրամփի ուղու հետ կապված, մասնավորապես իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ է։ Ոչ, Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Բ. Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնված են, որովհետեւ իրականում դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինի։
Երևանում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը կայացած բանակցությունների արդյունքներով փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը եւ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաեւ մի շարք երկկողմ փաստաթղթեր Ռուսաստանի եւ Հայաստանի գերատեսչությունների մակարդակով։ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն խոսել է ադրբեջանական եւ հայկական կողմերի շահերի մասին։ Նա ասել է, որ իրենց համար կարևոր են Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը, բայց իրենք ունեն իրենց սեփական շահերը։ Կոբախիձեն ընդգծել է, որ Ադրբեջանը հատուկ բարեկամ է եւ զարգացրել են բացառիկ բարեկամական հարաբերություններ։ Ադրբեջանական եւ հայկական կողմերի շահերը մեզ համար կարևոր են։ Մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը եւ ես կարծում եմ, որ բանակցությունների արդյունքների հիման վրա մենք հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի բոլոր 3 երկրների շահերին։ Թուրքմենստանում ես բարեկամական հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը մեր հատուկ բարեկամն է։ Մեր կառավարությունները զարգացրել են բացառիկ բարեկամական հարաբերություններ, ուստի մեզ համար դժվար չի լինի որևէ հարցի շուրջ ընդհանուր լեզու գտնել։ Արտաքին գործերի նախարարության խոսնականի Բադալյանը հայտնել է, որ Եվրամիության հետ քննարկումների արդյունքում ձևավորվել է քաղաքական համաձայնություն խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին երկրորդ աջակցության տրամադրման շուրջ։ Նրա խոսքով Եվրամիության բոլոր 27 անդամ պետությունները վերահաստատել են աջակցությունը եւ ներքին ընթացակարգերի ավարտից հետո ակնկալվում է աջակցության պաշտոնական հաստատումը։ Լինդա Էլջեքչյանը նամակ է հղել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, խնդրելով ներում շնորհել արդեն 5 տարի բանտում գտնվող իր ամուսնուն Վիգեն Էլջեքչյանին։ Նամակում նա ներկայացրել է ընտանիքի ծանր իրավիճակը։ Նա հույս է հայտնել, որ ներումը կլինի կարեկցանքի դրսևորում եւ կօգնի ընտանիքի վերամիավորմանը։ Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի հայտարարած համաներումը կարող են գրկել մինչեւ 20,000 բանտարկյալի եւ հնարավոր է տարածվի նաեւ Էլջեքչյանի վրա։ Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը։ Դատախազը դիմել է Բաքվի ռազմական դատարան եւ պահանջել ՑՄԱ ազատազրկման դատապարտել Վարդանյանին։ Նշենք, որ Բաքուն Վարդանյանին մեղադրում է խաղաղության ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության ֆինանսավորման եւ այլ ծանր հանցագործությունների մեջ։ Ռուս-ուկրաինական պատերազմի բանակցային գործընթացում Ամերիկայի եւ Եվրամիության անդամ երկրների միջև շահերի բախում կա։ Ըստ քաղաքագետների Եվրամիությունն այլևս հավաքական արևմուտքի մաս չէ։ Այդ մասին հայտարարեց նաեւ Գերմանիայի կանցլերը։ Եվրոպական միության խորհրդի որոշումը անժամկետ սառեցնել Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները ըստ մասնագետի մեկ նպատակ ունի՝ թուլացնել Ռուսաստանին։ Եվրոպան պատկերացնում էր եւ ցանկանում էր թուլացած Ռուսաստան, որը այլևս իր համար չի կարող ոչ տնտեսական, ոչ տեխնոլոգիական եւ ոչ էլ ռազմական վտանգ սպառնալ։ Եվրամիության անդամ երկրները փորձում են իրենց խաղն առաջ տանել ռուս-ուկրաինական պատերազմի բանակցային գործընթացում։ Հիմա Ուկրաինան ֆինանսական կարիք ունի եւ միլիարդավոր դոլարների հասնող այդ ռեսուրսները չկան զենքի արտադրության սոցիալական ծախսերն իրականացնելու համար։ Սակայն կան Եվրոպական միության երկրներ, որ հասկանում են պատերազմն ավարտվելուց հետո Ռուսաստանը դրանք հետ է ուզելու։ Ռուսաստանը փողը հետ է ուզելու, այնպես չի որ դու վերցրեցիր եւ վերջը, ասես իմնա ու վերջը քոնը չի։ Այդտեղ բավականին լուրջ խնդիրներ կան։ Ռուս-ուկրաինական պատերազմում եվրոպացիները մեծ գումարներ են ներդրել եւ դա արդեն հարցեր է առաջացնում եվրոպացի հասարակության մոտ։ Ինչպես են դրանք ծախսվել եւ թե ինչու եվրոպացին պետք է վճարի դրա համար։ Դրա համար դրանից միջև հակասություն կա։ Եվրոմիության ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում, ասենք Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատասխանատու չէ Բելգիայում կամ Հոլանդիայում կամ Գերմանիայում շարքային քաղաքացիների ապրելակերպի կենսամակարդակի բարձրացման կամ իջեցման համար։ Մերսն է պատասխանատու կամ Իտալիայի վարչապետն է դրա համար պատասխանատու։ Դրա համար ինքը հանգիստ ասում փողը վերցնեն։ Եվրոպան հիմա միայն ռուսական հեղուկ գազից է օգտվում։ Եվրամիությունը ամերիկյան գազ է նաև սպառում, սակայն Եվրամիությունը Ամերիկա հակասության պարագայում Եվրամիությունը կարող է նաև ամերիկյան էներգակիրներից էլ զրկվել։ Սա Եվրոպայի կողմից կարճաժամկետ հեռանկարի համար արված քայլ է, որը վաղ թե ուշ բերելու է կոմպրոմիսի Ռուսաստանի հետ։ Եվրոպական միությունը վերածվել է հիմնական խաղացողներից կախված տարածաշրջանի, որտեղ թե էներգակիրների առումով, թե հումքաբազային ռեսուրսների առումով բավականին լուրջ կախվածություն ունի։ Հիմա արդեն Միացյալ Նահանգներից, եթե նախկինում վառելիքի հսկայական պաշարը ներմուծում է
Ռուսաստանից, ապա այժմ արդեն նաև Միացյալ Նահանգների Քաղաքագետների դիտարկմամբ Եվրամիության ղեկավարներն են, որ ցանկանում են վերցնել ու սառեցնել ռուսական ակտիվները, իսկ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները ոչ, քանի որ նրանք անմիջականորեն պատասխանատվություն են կրում երկրի տնտեսական վիճակի համար։ Ուղղակի քաղաքական նպատակահարմարությունը արդեն հաղթել է տնտեսական նպատակահարմարությանը։ Իսկ այս տեսնում ենք դա շատ երկար, ուրեմն գործընթաց է կարող է, ուրեմն շատ երկար կարող է դա տևել։ Սրան զուգահեռ ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշակի կերպափոխումը եւս Եվրամիությունում առաջացրել է բավականին լուրջ մտավախություններ։ Ըստ քաղաքագետների ռուս-ուկրաինական հակամարտության այս սցենարը, որը քննարկվում է Ռուսաստանի Դաշնության եւ նահանգների միջև, կհանգեցնի Եվրամիության դերի նվազմանը տարածաշրջանում։ Հայաստանը կրկին նոր վարկ է վերցնում այս անգամ Ասիական զարգացման բանկից նպատակը Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանն աջակցությունն է։ $250 միլիոն վարկը Հայաստանին տրամադրվում է կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ ծրագրի շրջանակում։ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներն էլ կազմում են $16,450,000, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը։ Ծրագիրը թույլ է տալիս իրականացնել կառուցապատում եւ կարող են ձեռք բերել հողատարածք, որի վրա կկառուցվեն այդ բնակելի տները։ Ծրագրի շահառու կարող է դառնալ Ղարաբաղից բռնի տեղահանված ցանկացած ընտանիք, որը ձեռք կբերի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Աջակցության չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով կազմում է 3, 4 կամ 5 միլիոն դրամ։ 2024 թվականին Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված ծախսերը կազմել են 65 միլիարդ դրամ։ Այս տարի ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության այն կգերազանցի 40 միլիարդ դրամը, կազմելով շուրջ 105 միլիարդ դրամ։ Ծրագիրը իրականացվում է առևտրային բանկերի միջոցով, հիպոթեկի գործիքի միջոցով, 10 տարի մարման ժամկետով եւ ամբողջ թե մայր գումարի, թե տոկոսագումարների վճարումը իրականացնում է բացառապես պետության կողմից։ Վարկային միջոցներ Հայաստանը կստանա նաև Եվրոպական ներդրումային բանկից։ Ֆինանսական այս պայմանագրով էլ Հայաստանին կտրամադրվի 50 միլիոն եվրո։ Ծրագրի հիմնական նպատակն է Սյունիքի մարզում տնտեսական դիմակայունության բարձրացումը, բնակչության կենսամակարդակի բարելավումը։ Ծրագրի հիմնական առաջնահերթությունները, որոնք ամրագրվել են սույն վարկային համաձայնագրով, դա որակյալ առողջապահական բժշկական ծառայությունների զարգացումն է, որակյալ կրթության հասանելիությունը, մասնագիտական կարողությունների զարգացումը եւ ընդլայնումը, ջրամատակարարման համակարգերի զարգացումը։ Ծրագրով նախանշված են օրինակ Կապանի եւ Գորիսի պոլիկլինիկաների կառուցման եւ վերակառուցման աշխատանքները, Սիսիանի բժշկական կենտրոնների համար բժշկական սարքավորումների ձեռքբերումը։ Վրաստանում եկող տարվանից բուհական կրթությունը անվճար կդառնա, պետությունն ամբողջությամբ կստանձնի ֆինանսավորումը։ Մինչդեռ մեր երկրում հակառակ պատկերն է, պնդում են փորձագետները։ Տարեցտարի աճող ուսման վճարներ, բարձրագույն կրթության անհասանելիություն, հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Շատ մեր խելացի լավ երիտասարդներ, որոնք սոցիալապես անապահով խավերից են կամ հեռու գյուղական բնակավայրերից, նրանք ըստ էության բարձրագույն կրթություն չեն կարողանում ստանալ, չնայած ունեն լավ գիտելիքներ։ Բանասեր Դիլբարյանն էլ պնդում է Վրաստանի տնտեսական ներուժը համախառն ներքին արդյունքը գնահատելով կարող ենք եզրակացնել, որ այդ երկիրը Հայաստանից էականորեն չի տարբերում։ Վրաստանում միջին աշխատավարձը ցածր է, արտահանման մեծ ծավալներ չունեն, այսինքն երկիրը բոլորովին էլ թռիչքային վիճակում չէ, բայց ըստ մասնագետի իրենք հասել են ազգային անվտանգության այդ առանցքային բաղադրիչի ըմբռնմանը։ Շատ դժվար է ասել, որ Վրաստանը բարգավաճ վիճակում է եւ առավել բարձր տնտեսական ցուցանիշներ ունի։ Բոլորովին մենք խիստ համադրելի իրավիճակում ենք։ Սին է այն պնդումը, որ Վրաստանը ավելի հարուստ պետություն է, դրա համար կարող է իրեն թույլ տալ նման շռայլություն։ 2025-ի օգոստոս-սեպտեմբերի դրությամբ բրիտանական հեղինակավոր QS վարկանիշավորման աղյուսակում Հայաստանից միայն 1 բուհ է ընդգրկված՝ Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում
ստացնում է 1200-1300-րդ տեղերը։ Մինչդեռ Վրաստանը ունի 3 բու, ընդգրկված են լավագույն 1000-ի մեջ, ինչը ցույց է տալիս, որ Վրաստանը Հայաստանի համեմատ ավելի բարձրորակ կրթություն է տրամադրում։ Մասնագետները նկատում են, որպեսզի մեր երկիրն էլ անցնի բուհական անվճար կրթության, քաղաքական կամք է հարկավոր։ Ժամանակն է կրթական ոլորտի խնդիրները բերել առաջնագիծ։ Տարի մենք արձանագրում ենք վարձավճարների բարձրացում եւ արդյունքում ուսանողների զգալի մասը առաջին իսկ կուրսից փորձում է աշխատել, դրա պատճառով նրանք դասի չեն գալի, ուսման որակն է կորչում, թոշակներ գրեթե չունենք, միայն մի քանի ռազմավարական ընտրված ուղղություններում կարող են գումարներ տրամադրել։ Պետական կրթաթոշակով սովորող ուսանողների թիվը չի գերազանցում ողջ ուսանողական համակազմի 15-20%-ը։ Քայլ առ քայլ պետք է բարձրացնել այդ տոկոսը եւ հասնել մինչեւ 100%-ի։ Հայաստանի բյուջեն, եթե մենք նայում ենք, ամենաշատ ծախսերը սոցիալական ոլորտին է գնում եւ առողջապահությանը։ Կրթությունը ոչ պակաս կարեւոր ոլորտ է։ Սոցիալական ոլորտի 1%-ի կրճատումը կարող է բերել կրթության ոլորտի 10%-ի աճի։ Ազգային անվտանգության առաջնային բաղադրիչներից է կրթությունը, ասում են փորձագետներն ու ընդգծում։ Կենսունակ պետության ստեղծման միակ ճանապարհը կրթության հավասարության ապահովումն է, որպեսզի բոլորն ունենան հավասար իրավունքներ։ Այն կարելի է ներդնել աստիճանաբար, ընտրելով ռազմավարական ոլորտներ։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 36.3%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից, Եվրամիության երկրներից ժամանածները կազմել են 14.7%, մնացած 49%-ը ժամանել է այլ երկրներից։ Զբոսաշրջիկների 34.3%-ն էլ Հայաստան են եկել Ռուսաստանից, տվյալները ներկայացրել էր վիճակագրական կոմիտեն։ Այս տարվա 4-րդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է, հայտարարել են Կենտրոնական բանկից։ Տնտեսական ակտիվությանը շարունակում են զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերը, ինչպես նաեւ որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոններ։ 2025 թվականի 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում տեղական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ բարձր արտաքին պահանջարկը պահպանվում է։ Մին ասում են Միջև հոկտեմբերի 15-ը կնստի, հոկտեմբերի 15-ը գարսեր ասում են միջև հոկտեմբերի վերջ, մինչև նոյեմբերի 15, մինչև նոյեմբերի վերջ։ Արդեն 3-4 ամիս է այս պատասխանն է լսում տիկին Հասմիկը, որն օրեր առաջ է առաջնեկին լույս աշխարհ բերել։ Նրա պես տասնյակ մայրեր այսօր բախվում են նույն խնդրին՝ 30 շաբաթական անաշխատունակ մայրության նպաստի ուշացմանը։ Ժամի հետ զրույցում տիկին Հասմիկը պատմում է, սեպտեմբերի 23-ին առցանց դիմում է ուղարկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որ ստանա 30 շաբաթական հղիության բուլետենային գումարը, սակայն այդ օրվանից մինչև նոյեմբերի 5-ը ստացել է ընդամենը 86600 դրամ, նախատեսված 172600 դրամի փոխարեն։ Ավելին, այժմ երբ երեխան արդեն 10 օրական է, գումարի մյուս մասը մինչև օրս փոխանցված չէ։ Տարին մոտերմա ավարտին մարդկանց գումարը պետք մարտիկամանորեն պատրաստում անեն, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը երբ զանգահարում ես կամ գրում ես, ասում են տեխնիկական խնդիր առաջացի։ 3 ամսվա մեջին այդ տեխնիկական խնդիրը չեն կարողանում լուծել։ Ինչու են ուշացնում փողը, ընդունելով, որ խնդիր կա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, ասում են, մասնագետներն ուսումնասիրում են հարցը։ Հիմա շատ ակտիվ աշխատանքները արվում են տեխնիկական ու համադրման խնդիրների համապարփակ լուծման ուղղությամբ, բայց այնուամենայնիվ, քանի որ համակարգը ինքը նոր է գործարկված, կարող է լինեն առանձին դեպքեր, որոնք առանձին ուսումնասիրության կարիք ունեն։ Նաեւ գործում է 114 թեժ գիծը նախարարության։ Թեժ գծից էլ օգուտ չկա, ասում է նույն իրավիճակում հայտնված Ալիսա Մկրտումյանը, ում դիմումը նախարարություն ուղարկվել է սեպտեմբերի 12-ին։ Վերջին փոխանցումն, ասում է, ստացել է նոյեմբերի 11-ին, կրկին 86000 դրամ 180000-ի փոխարեն։ Սոցիալ նախարարությունից նրան հայտնել են, թե խնդիրը իրենց իրավասության տիրույթում չէ, առաջարկելով դիմել թեժ գծին։ Թեժ գիծ, հիվանդանոց, արմետ համակարգ, այս շղթայի վերջին կետից ասել են, թե համակարգում ամեն ինչ կարգին է։ Պատասխանեց, որ արմետում էլ է ամեն ինչ նորմալ, այն
այնտեղից էլ չի խնդիրը, ուղղակի տեխնիկական խնդիր է առաջացել, դրա պատճառով էլ ես չեմ կարող ստանալ իմ մնացած գումարը 86300 դրամը։ Թեև համակարգը նոր է ներդրվել, սակայն արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացել, ասում է սոցիոլոգ Ներսես Քոչարյանը։ Ինչպես բոլոր աշխատունակ մարդիկ, այնպես էլ երեխա մայրերը այս տարվանից կարող են ստանալ նախարարությունից գումարները։ Գործը իբրև հեշտացրել են, բայց տեխնիկական խնդիրներն են խոչընդոտում, վստահեցնում է սոցիոլոգը։ Հիմա այս տարի նոր համակարգ է ներդրվել, որ ընդհանուր լինի, որ թղթաբանության հետ խնդիրներ չլինեին, մարդիկ չգնային պոլիկլինիկա թուղթ վերցնեին, բերեն հանձնեին, չգիտեմ, ՄՍՑ եւ այլն, օնլայն այդ ամեն ինչը անում էին, այդ գումարները փոխանցվեն։ Մինչև նախարարությունում պարզում են, թե ինչպես կարգավորեն տեխնիկական խնդիրները, մայրերը շարունակում են սպասել իրենց օրինական հասանելիք գումարներին, առանց հստակ ժամկետների եւ պատասխանների։